Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է նոյեմբերի 10-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար իհարկե։ Չգիտեմ հավանեցիք նախորդ անգամ այդքան երկար խոսելը, բայց չգիտեմ այս անգամ կանեմ այդպես թե ոչ։ Բայց ամսվանի մեջ մի փոքր ինչ-որ փոփոխություններ եմ ուզում անել, տեսնենք կկարողանամ անել, որովհետև մի փոքր ժամանակի խնդիր է, դրա համար էի ասում, որ երբ որ ես ամենօրյաները չանեմ, արդեն կլինեն ամսվա եւ տարվա կանխատեսումներ, որովհետև արդեն երբ որ սա եմ անում, հետո արդեն մտնում է, ես չեմ կարողանում առավոտյան անել այս աշխատանքը։ Դրա համար երեկոյան երբ որ անում եմ արդեն նա մտնում է եւ պետք է արհեստական լույսի տակ անեմ, իսկ այդպես էլ YouTube-ն է փչանում։ Դրա համար այդպես դեռ մտածում եմ։ Դեռ տեսնենք։ Համենայն դեպս մյուս ալիքում շատ դեպքերում արդեն լինում է մութ եւ շատ դեպքերում հենց արհեստական լույսի տակ է լինում կանխատեսումը։ Տեսնենք, եթե այդ ալիքը չփչանա, ուրեմն կշարունակեմ այդպես արդեն մեկ այլ տեսանյութեր։ Որովհետև ունեմ ընդհանրապես շաբաթ կիրակի, որ կարող եմ հանգստանալ եւ այդ ժամանակն էլ մի փոքր ուզում տրամադրել տանը եւ տրամադրում եմ իհարկե շաբաթական կանխատեսումներին, որ գոնե այս կանխատեսումները ավելի լուսավոր լինեն։ Գիտեք, մռայլ է լինում եղանակները, արևներ չեն լինում, ամառ չէ եւ դրա համար էլ արդեն տեսանյութերն էլ են մռայլ լինում, այսպես ասած։ Դե լավ, ոչինչ, կնայեմ այս անգամ էլ մի փոքր երկար է այն անգամ տեսանյութը։ Ոչինչ, այս անգամ է կնայեմ։ Այստեղ չգիտեմ ինչպես ներքևում տեսնում ենք ինչ նկարներ է եղել, հենց այսպես էլ թողել եմ։ Առիթ եւ հարսանիք, դա հենց հարսանիքն է։ Դե ովքեր որ ամուսնացած չեն, մաղթում եմ որ այս տարի ամուսնանաք։ Շաբաթ չեմ կարող ասել, որովհետև շատ շտապ կլինի, բայց այս տարի ամուսնանաք։ Չէ, այս տարի չէ, 2026-ին, այս տարին էսա վերջացավ։ Դե եթե շփվում եք, ամուսնանաք, եթե չեք շփվում, ուրեմն թող հաջորդ տարի գտնեք ձեր միակ սիրուն եւ ամուսնանաք իր հետ։ Ուզում եք լինել աղջիկ թե տղա, տարբերություն չկա։ Այսքանը եւ հիմա արդեն անցնենք կանխատեսմանը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 10-ից 16 ընդհանուր շաբաթվա ֆոնն է սա, մարդիկ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն։ Եվ սա հենց հաջողությունն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնեք։ Այս շաբաթ դռներ են բացվում ձեր առջև, եթե թեկուզ այստեղ ներքևում վատ քարտեր լինեն, միևնույնն է, այս մյուս քարտը դա ասում է, որ ամեն ինչ կհաղթահարեք եւ ամեն ինչ կանցնի այնպես, ինչպես դուք եք ուզում։ Ոմանց համար նոր աղջիկ է գալու, թե տղա եք։ Տեսնենք անձնական կյանքը խոյերի։ Աշխատանք, ֆինանսներ, առողջություն, եւ տեսնենք նաեւ ոչինչ, ուսումը եւ երեխաները։ Այստեղ անձնական հարաբերություններում, որովհետեւ նորություն կլսեք, դա անձնական հարաբերությունը դա մարդկան ընտանիքն է եւ անձամբ ձեր, եթե չունեք ընտանիք, դա, եթե անձնական ընտանիք չունեք, դուք ամուսնացած չեք, ապա ձեր ծնողները կարող են լինել, դուք անձամբ, եւ սա կամ ձեզ հետ կփորձեն ծանոթանալ այս շաբաթ, կամ նորություն կլսեք միգուցե ձեր ծնողներից, միգուցե ձեր ամուսնոց, ձեր երեխաներից։ Այս շաբաթ բավականին շատ հյուրեր կընդունեք, քարտի ներքևում էլի այս քարտն։ Ինչ որ լավ բան է նշանակում հատուկ խոյերի համար։ Այստեղ եւս։ Ուրեմն հյուրեր կընդունեք կամ դուք կարող եք գնալ հյուր կամ մեկ շաբաթ կարող եք հյուր ընդունել։ Սկզբում աղջիկ ընկա, միգուցե այդ աղջկան եք հյուր ընդունում ձեր տուն։ Գալիս է, ձեր աղջիկն է գալիս է մնում է ձեր տանը մեկ շաբաթ։ Ձեր ընկերուին կարող է լինել։
Սա նաև որից է ծրար է, որը կարող եք ստանալ, միգուցե փաստաթուղթ է, որը եւս կամ անձամբ ձեզ է վերաբերվում, կամ ընտանիքի անդամներին։ Դե նոր ծանոթություն, եթե սպասում եք գրեն ձեզ, ինչ որ մարդիկ, ապա կգրեն, եթե սպասման մեջ եք։ Աշխատանքի հետ կապված աշխատանքին կվերաբերվեք ինչպես ձեր երեխային, ձեր բիզնեսին կվերաբերվեք ինչպես ձեր երեխային։ Նոր բիզնես ոմանք կբացեն, իդեպ բաց է դռները ձեր առջև, բայց գիտեք, որ հետադարձ է Մերկուրին եւ այդքան էլ խորհուրդ չի տրվում նման գործողություններով զբաղվել։ Նոր բաներ իհարկե, կարող եք ձեր բիզնեսը լավացնել, նոր ինչ-որ հնարավորություններ մտցնել ձեր բիզնեսում, բայց նորը պետք չի բացել, որովհետև ինչ-որ մի բան այնպես չի ընթանա եւ կամ կփակեք, կամ պետք չի, մի խոսքով պետք չի նորը բացել։ Ինչքան էլ որ ինքը ընկել է, միևնույն է պետք է հասկանանք, որ այս շաբաթ այս իրավիճակն է եւ չենք կարող փոխել։ Ես էլ եմ կանգնել ինչ-որ չափով։ Նաև սա ձեր կարող եք աշխատանք գտնել կամ վերադառնալ աշխատանքին երեխաների հետ կապված։ Ինչ որ բաներ, օրինակ, գործեք երեխաների համար, մանկապարտեզում աշխատեք, դպրոցում սկսեք աշխատել, որևիցե բժշկական կենտրոնում, որտեղ երեխաներին են բերում, ինչ որ նմանատիպ գործեր կարող եք սկսել անել կամ ցանկանալ անել։ Եթե գնաք ընդունվելու, ապա ավելի հեշտությամբ ձեզ կընդունեն, կամ իրենք հեշտությամբ ձեզ կկանչեն հետ եւ ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց գումարային առումով այստեղ խնդիրներ կան։ Գումարը կարծես թե դժվարությամբ եք աշխատում, բայց այս շաբաթը մի փոքր ավելի հեշտանում է դա ձեզ համար, բայց էլի դժվարություններ կան, ոնց որ դժվարություններ կլինեն, հետո ոնց որ մի տեղից մի լավ բան տեղի կունենա եւ կփոխվի այդ ամենը։ Կամ գումար վաստակելը, այդ ամենը ձեր ուսերին է, միայն դուք եք գումար վաստակում, տանը հա ամեն հոգսը ձեր վրա է եւ հաջողությամբ կկարողանաք այն անել։ Եվ դե այս քարտով նաեւ փորձություն է գումարային։ Կարող է այնպես ստացվի գումարը ուշ տան կամ այս պահին գումար չունենաք եւ ոնց որ այդ փորձությունը դա է, թե ինչպես եք դուք կարողանում տանել քիչ գումարը, ինչպես եք կարողանում ապրել քիչ գումարով։ Ինչպես որ Սատուրնը, հա, այդպես անում, քիչ գումար է տալիս։ Առողջության հետ կապված սա նշանակում է ոմանց համար հենց ծերության հիվանդություն է, որ բավականին մեծ են տարիքով, դա նաև նշանակում է, որ դուք կզգաք արդեն ձեր տարիքը, կզգաք, որ դա սա 30-ն է, սա ոնց որ 30-ն անց, հա, այդպես։ Մարդը արդեն նայում է հայելու մեջ եւ զգում է իր տարիքը, որ այո, ես մեծացել եմ։ Արդեն տարբերությունները կան։ Եվ ուսման հետ կապված սա որովհետեւ կարող է պայմանագիր է, օրինակ սովորեք, հետո գնաք աշխատեք, միգուցե փորձնական շրջան է ձեզ մոտ նաև, որտեղ որ սովորում եք, հա, դա պարտադիր չի լինի ինստիտուտ, կարող է որոցե խանութ է, որոցե օֆիս է, որտեղ դեռ մեկ շաբաթ ոնց որ այդ ուսման փուլում եք եւ պրակտիկանտ եք, կարող է սովորեք, որ հետագայում ձեզ հետ պայմանագիր կնքեն։ Նաև շատ եք, կարող է ինչ-որ մի բան եք անընդհատ սովորում, անընդհատ ոնց որ կարող է լեզուներ է սա, ոնց որ մարդը անընդհատ կրկնում է իր սովորածը, հա, ինչքան որ սովորում է։ Բայց երեխաների մոտ այդքան էլ ինձ դուր չեկավ այս քարտը։ Իրենց մոտ է խնդիրներ կամ դուք եւ ձեր երեխաների մոտ իրար հետ շփվելու հետ կապված խնդիրներ են կամ ձեր երեխաների մոտ է մի փոքր խնդիրներ այս շաբաթ, որ ձեր կարիքը կլինի։ Եվ վերջի այստեղ հաջողություն ունեք եւ դա եւս կկարողանաք հաղթահարել, բայց այդ խնդիրները կառաջանան։ Միգուցե ձեր երկուսի միջև են, հատկապես եթե անցումային տարիք է, հնարավոր է խնդիրները։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հաջորդ շաբաթ նոյեմբերի 10-ից 16-ը։ Այն անգամ էլ էր ոնց որ սա անգել։ Մանր-մունր խնդիրներ են,
մանր-մունր կորուստ է նաև, տեսեք այստեղ ինչ-որ դժվարություններ կան, տեսնենք, կարող է այստեղ ինչ-որ ոլորտ է ցույց տալիս, թե որ ոլորտում է այդ խնդիրները, անձնական կյանքը, աշխատանք, տեսակ, աշխատանքն է մի փոքր դժվարություններով, ուսումը, դեպ ես էլ եմ ուզում գնալ ևս էլի սովորելու և երեխաները, ահա, ուրեմն անձնական հարաբերություններում այստեղ ոչ մի կորուստ չկա, այստեղ խնդիրները ավելի շատ կարծես թե աշխատանքում են կամ բիզնեսում են, կարող է փորձություններ են դրանք, դժվարություններ են, որոնք որ պետք է հաղթարեք, նաև ներդրումները, պետք է ուշադիր լինեք, որ ներդրումներ չանեք, որովհետև հստակ կորուստ է այստեղ։ Դե սխալ ներդրումներ կլինի, սխալ ժամանակահատվածում, հետադարձը Մերկուրին, բնականաբար ամեն ինչ կկորցնեք։ Իսկ անձնական հարաբերություններում, այստեղ անձնական կյանքում որևիցե ուրախ պահեր կլինեն, ընտանիքում որևիցե ուրախ պահեր կլինեն, որ կցանկանաք նշել, կամ դուք կստեղծեք ուրախություն, ոմանք այստեղ հարսանիք ունեն, ծնունդ ունեն, կամ ձերն է, ինչ-որ պահեր են, որոնք որ պատրաստվում եք, դեռ կարող է շաբաթ, հարսանիքի կամ ձեր կամ գնաք, ինչ-որ բաներ կլինի, որ կուրախանաք, նաև սա հասարակական կյանքն է, որ կամ ընտանիքով կորոշեք ցույց տալ ձեր կյանքը, կամ դուք ինքներդ անձամբ կարող եք մտնել այնպիսի աշխատանքի մեջ, որը հասարակական է, գործ ունեք հասարակության հետ, մարդկության հետ, միգուցե վաճառք է, առկու վաճառք է և այլն։ Բայց աշխատանքում, եթե այն նման բան որոշեք, այս շաբաթ մի սկսեք։ Ինչ էլ որ սկսեք դժվարություններով կլինի։ Նաև աշխատանքի վայրում, կարող եք փորձությունների մեջ լինեք, կարող է շատ լինել աշխատանքը և ստիպված լինեք ավելի շատ աշխատել, նաև մի փոքր խնդիրներ են այստեղ։ Եթե գնում եք աշխատանքի ընդունվելու ևս, ուշադիր եղեք, կարող է նորից բախվեք անընդհատ խնդիրների և լավ կլինի, որ այս շաբաթ ուղղակի չգնաք աշխատանք փնտրելու, որովհետև բացի դա շատ վատ է դա, դե եթե շատ ունեք կարիքը, ապա այո, գնացեք, բայց եթե այդքան էլ չունեք, ինչ-որ ձեռքը ձեր ինչ-որ գործ կա, որով գումար եք դեռևս աշխատում, լավ կլինի ուղղայած թող լինի Մերկուրին նոր։ Եվ այստեղ այս երկու քարտով չեմ կարող հստակ ասել, որ կարող եք կորցնել ձեր աշխատանքը, բայց ամենայն դեպս ծանրություն կա, դա կարող է հենց այդ մանր-մունր խնդիրներն են ստեղծում, կամ այդ աշխատանքի բեռը ձեր ուսերին է, կամ ինչ-որ շատ բան դուք պետք է անեք աշխատանքի վայրում, չէ՞ որ մի քիչ մարդը մասնագիտականով ավելի լավ է, այդ բեռը միշտ գցում են իր վրա, սա էլի դու արա, նա էլ որտեվ քո մոտ ստացվում է, կամ տան մեջ աշխատանքի բեռը ձեր ուսերին է, դուք եք աշխատում։ Գումարի հետ կապված մանրուքներին ուշադրություն դարձրեք, միգուցե պետք է հաշվարկել, ինչքան եք ծախսում, որքան եք ներդնում եւ այլն, ինչ-որ պահեր պետք է անպայման ուշադրություն դարձնեք։ Նաեւ սա, եթե հաշվապահ եք, եթե գործարք եք կնքում, գումար պետք է տաք, ձեզ գումար պետք է տան, այդ պահերով անպայման լավ մի հատ մանրակրկիտ ուսումնասիրեք գումարի, ճիշտ են տվել, հաշվարկը ճիշտ կարողացեք անել, դրա համար մանրուքներին պետք է ուշադրություն դարձնեք։ Առողջության հետ կապված բացարձակապես խնդիրներ այստեղ գոյություն չունեն, բացարձակ, եթե կային էլ, ապա կանցնեն, ինչ-որ բաներ անգամ տեղի կունենան, որը ձեզ կուրախացնի, միգուցե հղիություն է եւ այլն, եւ որը ձեզ ուրախացնում է։ Ուսման հետ կապված բավականին սիրով կգնաք, եթե սովորում եք, այս շաբաթը շատ սիրով կգնաք, այն առարկաները միգուցե այդ թեման, որը այս շաբաթ եք սովորելու, ձեզ շատ դուր կգա, եւ ես ինքս ցույց լինելով, ես ինքս գնալու եմ, դիմելու եմ իհարկե, տեսնենք ժամերի առումով կհամաձայնվեն գնամ սովորելու։ Սա նաև բիզնեսն է, մոռացա ասեմ, բիզնեսում ևս նույնպես կարող է որոշ ինչ-որ կամ խնդիրներ, կամ փորձություններ, կամ դժվարություններ լինեն։ Երեխաների հետ կապված երեխաները կգնան սովորելու։
կամ իրենց հետ կապված ինչ-որ գաղտնիք կբացահայտվի կողիմանաք սիրահարվել են, կամ նման ինչ-որ պահեր։ Ուսման հետ կապված նաև կարող են այստեղ խնդիրներ լինել, մանր-մունր չսովորեն, չկարողանան ընկալել դասերը, որ պետք է անդադ իրանց հետ լինեք։ Միգուցե նաև դժվարություններ այնտեղ են։ Եվ սա էլ է, ոնց որ մանր-մունր խնդիրներից խուսափելու համար, կորուստներից խուսափելու համար, ոչ աշխատանք փնտրեք այս շաբաթ, ոչ գումար ներդրեք, ամեն ինչը մանրուքներին, որ ուշադրություն դարձնեք, կորուստ չի լինի եւս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը։ Սա արագաշարժությունն է, դա ոգևորվածությունն է, այս շաբաթ ինչ-որ բաներ կցանկանաք անել, վերջացնել, ճանապարհներին շատ կլինեք, նաև անընդհատ կարող որից է տեղեկատվության կամ սպասել, կամ ստանալ, սա ստանալ, նա ստանալ, և իհարկե սա հյուրն է, կարող եմ եք շաբաթ կամ դուք եք գնում ինչ-որ մեկի տանը հյուր, այնտեղ մնում, կամ իրանք են գալիս ձեր տուն, ձեր տանը մնալու։ Տեսնենք անձնական կյանքը եկվորյակների, աշխատանք, ֆինանսներ, առողջություն, ուսում և երեխաները։ Այստեղ ուրեմն ընտանիքի հետ կապված կարող եք ընկնել մանրուքների հետևից հարաբերություններում, որ այդքան էլ լավ չէ։ Սովորաբար այդ մանրուքների հետևից ընկնելով մարդիկ շատ են իրար հետ վիճում, բաժանվում եւ այլն, հարկավոր չէ։ Եթե նոր ծանոթություն է, ապա այո, այստեղ հարկ կլինի ընկնել մանրուքների հետևից, ուսումնասիրել ամեն ինչ, ամեն իր ասած բառը, ինչու սա ասեց, ինչու այսպես վարվեց, դրանք այստեղ ասում են անպայման ուշադրություն դարձրեք, կհասկանաք, թե ինչի համար եք կամ մոտեցել ձեզ, կամ ուզում շփվել ձեզ հետ, դրա համար այդ պահերը ուշադրություն դարձրեք։ Եվ այստեղ կարող եք լսել օրինակ, որ ինչ-որ մեկը ձեզանով է հետաքրքրված եւ մանրուքներով է հետաքրքրվում։ Ընդհանրապես միայն հայերն են, որ այդպես, չէ, մեկ ազգել կա, կարծեմ Իրանն է եւ մեկն էլ կա, Պակիստանը ոնց որ թե եւս էլի խորանում է աղջկա ապրած կյանքով։ Ոնց որ ինչ ձևով է ապրել, ինչ է արել, դա անցյալ է եւ բոլորը սխալվում են, բոլորը ինչ-որ բաներ են անում, բնականաբար, անսխալական մարդ չկա, աղջիկները նույնպես ընտրություն են կատարում եւ մարդկանց հետ են շփվում։ Այստեղ կարող եք ուղղակի լսել, որ ինչ-որ մեկը այդպես խորացել է ձեր կյանքի այդ մանրուքներում։ Աշխատանքում այստեղ հնարավորություն ձեզ կընձեռվի կամ նոր պաշտոն ունենալու, նոր աշխատանք գտնելու, միգուցե հնարավորությունը նաև որ ձեզ նախկին աշխատանքից են կանչում, աշխատավայրից, գնաք էլի նորից այնտեղ աշխատեք, միգուցե նոր հնարավորություններով։ Եթե աշխատանք եք փնտրում, ավելի հեշտությամբ այն կգտնեք, կստեղծվի այդ կապը անմիջապես, որ հարցազրույցի գնաք, նմանատիպ շատ արագ եւ հեշտ կլինի։ Բիզնեսի հետ կապված նույնպես, եթե ինչ-որ հարցեր ունեք, եթե ինչ-որ պահեր են, որոնք որ ուզում եք մեկին տեսնեիք, պայմանավորվեիք, ինչ-որ ապրանք վերցնեիք եւ այլն, դա եւս կհեշտանա, այս շաբաթը կհեշտանա։ Գումարի հետ կապված այստեղ ինչ-որ պայմանագիր եք կնքում, որևիցե գործարք է, սա ինչ-որ փաստաթղթեր են, որը կամ դուք կձևակերպեք կամ կձևակերպեն դուք կստորագրեք
Որ չէ գախնիկ կիմանաք, միգուցե իմանաք, որ ինչ-որ մեկը բավականին ասել էր օրինակ 3000 դրամով է դա գնել, բայց 300,000-ով է գնել։ Ինչ-որ մի բան կարող է միգուցե բանկային հաշիվը նայեք միամիտ, տեսնեք, որ ինչ-որ փոփոխություններ կան, հա, ինչ-որ ինչ-որ ասված է ձեզ։ Նաև սա կարող եք գնալ ինչ-որ միտեղ եւ սովորել, թե ինչպես գումարը տնօրինել, ինչպես գումարներ դնել, ինչ-որ դա հատուկ ոչ թե դասընթացներ է, կարող եք նաև հետաքրքրվել նմանատիպ ոչ պահերով, թե ինչպես այն ճիշտ ներդրում անել, ճիշտ օգտագործել գումարը։ Կարող եք ցուցակներ կազմել, որ սա պետք է գնեք, նա պետք է գնեք, որպեսզի շատ ավելի գումարներ չօգտագործեք, չծախսեք։ Այ առողջության հետ կապված այստեղ եւ ուշադրություն դարձեք, երբ որ մեքենա եք վարում, եւ ուշադրություն դարձեք սուր գործիքներին եւ նաեւ սա վիրահատություն է ոմանց համար։ Կամ ձերը, կամ ինչ որ մեկին են վիրահատում, եւ դուք իր մասին եք մտածելու։ Գնալու եք իր մոտ։ Ինչ-որ կարող մի բան կտրեն հանեն ձեր վրայից, կամ դուք որոշեք կտրել հանել, գուցե ինչ որ միս է, միգուցե հա ինչ-որ մի բան է, ամենայն դեպս պլաստիկ վիրահատություն չի կարելի։ Ուսման հետ կապված այստեղ գումար են, կամ եթե դուք եք ինչ-որ մեկին դասեր տալիս, ձեզ կարող են վճարել, կամ արժեքի մասին կարող եք խոսել ինչ-որ մեկի հետ, եթե ուզում եք, չգիտեմ, դաշնամուր սովորել, պար սովորել, կարող եք խոսել արժեքի մասին, նաև վճարել ինչ-որ գումար, ուսման հետ կապված, ուսման վարձը եւ այլն։ Այս երեխաների հետ այստեղ կամ մեկը մյուսի հանդեպ կորցնում է վստահությունը կամ գուցե վիճում եք ձեր երեխաների հետ։ Երեխաները մանր-մունր խնդիրներ են ստեղծում ձեզ համար։ Կարող են փոքր են եւ չեն լսում, կարող են տարիքում են, որ էլի հա անցում այն շրջանը եւ էլի չեն լսում ձեզ, ինչ որ խնդիրներ են ստեղծում ձեզ համար։ Եվ իհարկե գիտեք, մենք ունենք մեր անձնական քարտեզում մի դիրք, որի ժամանակ երեխաները գնում են եւ շատ ծնողներ այդ ընթացքում երեխաների հետ բավականին շատ են վիճում եւ ես գիտեմ շատերին, ովքեր որ այլևս երեխաներին չեն տեսնում, որովհետեւ այդ մոլորակը այնպես անում, որ դուք երկար տարիներ ձեր երեխաներին չտեսնեք։ Դա համար այդ պահը պետք է շատ ուշադիր լինել երեխաների հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը։ Սա կամ վեճն է, կամ որևիցե մի բան եք ընդհանուր առմամբ, ասենց ինչ-որ ոնց ասեմ, ինչ-որ գլոբալ փոփոխություն եք մտցնելու ձեր կյանք։ Ինչ-որ մի բան հստակ հանելով, ինչ-որ մեկին հանելով ձեր կյանքից, ինչ-որ գլոբալ փոփոխություններ է դա։ Նաև սա վեճն է, որ կարող եք որ վեճով տրամադրված լինել եւ շաբաթվա ընթացքում ով ինչ ասի, այդպես սկսեք վիճել, ոչ ոքի հետ չհամաձայնվել, ինչ որ անընդհատ վեճի մեջ լինեք։ Եվ իհարկե ուշադրություն դարձրեք սուր գործիքների հետ աշխատելուց, մեքենա վարելուց, միգուցե ոմանց վիրահատություն են անում այս շաբաթ եւ պետք է գտնվեք նման հսկողության տակ, կամ պատրաստում են նաեւ վիրահատության, որովհետեւ չէ, որ պետք է ճնշումը կարգավորվի, սա, հետո նոր կարողանան վիրահատել, եթե իհարկե շատ կարեւոր վիրահատություն է։ Տեսնենք մնացածը, անձնական հարաբերությունները։ Նայեք ում հետ է վեճը։ Ուսումը եւ երեխաները։ Մի քիչ ուսումն է այդքան
ինչ որ բան չի։ Ուրեմն անձնական հարաբերությունում տեսանք արդեն ինչ է ընկել, սա եւս վեճ է, եթե ոնց որ շարունակությունն է, միգուցե գլխավոր թեման է։ Եվ եթե այստեղ զգուշացում ունեմ, եթե վիճեք, այստեղ նաեւ կարող է լինել բաժանում։ Եթե չեք ուզում բաժանում, ապա կանգ առեք եւ այդ վեճը շարունակեք, չգիտեմ, ուրիշ տեղ։ Եթե չեք դիմանում, ընդհանրապես այդպես է, մարդիկ եթե չեն ուզում բաժանում, չեն ուզում վեճը ավելի թեժանա, տանից են դուրս գալիս, եւ եթե օրինակ ձեր ամուսինը տանից դուրս է գալիս կամ ձեր կինը տանից դուրս է գալիս, այդ ժամանակ ուրեմն թողեք այդ պահին գնա, որովհետեւ դա է ճիշտը։ Եվ հետո երբ որ հետ են վերադառնում, նորից մի շոշափեք այդ թեման։ Միևնույն է կատաղած, այդպես հետ են գալու։ Մի շոշափեք այդ թեման, ինքն իրան կփսկի, կհանգստանա, հա, դրա համար սա վեճը թեժանում է։ Այստեղ բավականին թեժ է։ Եվ եթե ոմանք չեն վիճում եւ ուղակի տուն եք մաքրելու, այս շաբաթ միգուցե որոշում եք ուբորկա անել, ապա եւս պետք է շատ ուշադիր լինել այստեղ սուր գործիքներին, որովհետեւ հավանականությունը շատ մեծ է, որ կարող եք լավ հավեսով վնասվածք ստանալ, դա համար պետք է ուղակի ուշադիր լինել եւ տան գործերը եւս հանգստանալ։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ կարող են նոր հնարավորություններ ստեղծվել աշխատելու համար, ավելի հեշտ կգտնեք աշխատանք այս շաբաթվա ընթացքում։ Նաև բիզնեսի հետ կապված, եթե ինչ-որ մեկին եք ուզում տեսնել, ինչ-որ պայմանագիր եք ուզում կնքել կամ որևէ մի բան, եւս էլի ավելի հեշտությամբ այն կլինի։ Գուցե նաև ոմանք կտրուկ այստեղ, եթե նայենք կտրուկ կարող են փոխել նաև իրենց աշխատանքը, բիզնեսը կամ ոճը, հա, աշխատելավոճը կամ բիզնեսի ձևը եւ կարող է ամբողջությամբ ուրիշ բանով սկսեք զբաղվել, հա, պարտադիր չի, որ փոխեք հենց ինչ որ մի չնչի մի բան, սա ընդհանուր սա ոնց որ հիմքից է մարդը փոխում։ Հիմա ոնց որ արտադրում էիք հաց, հիմա կարող է արտադրեք օրինակ, չգիտեմ, գավյադինա, հա, ինչ որ նմանատիպ մի բան։ Եվ իհարկե գումարի հետ կապված այստեղ տատանվում եք, միգուցե ուզում եք ներդրում կատարեք, միգուցե ինչ որ մի բան է, որը հա տատանվում եք, անեք թե չանեք, վերցնեք վարկ թե չվերցնեք, հա, այդ հարցերը ձեզ մոտ բավականին շատ են լինելու։ Գնել սա թե ոչ, հա, եթե գնեք այստեղ կտրուկ, այն որ ասում է երևի դրա համար եք տատանվում, որովհետև ինքը ինչ որ կարող է թանկարժեք մի բան է եւ բավականին շատ գումար եք տրամադրելու, կարելի ասել այնքան եք ծախսելու, մինչև հաջորդ աշխատավարձը գա, հա, կարող է այդպես է, ոնց որ հիմքից ամբողջությամբ ծախսում եք։ Ինչ որ մտքերի մեջ կլինեք, սկսեք որևիցե գործ թե ոչ, հա, ինչ որ ներդրումների հետ կապված է դա։ Դիմել ինչ որ մեկին պարտքով գումար վերցնել թե ոչ։ Եվ առողջության հետ կապված սիրտն է, սրտին պետք է ուշադրություն դարձնել անպայման։ Արյան ճնշմանը, արյան նյութափոխանակությանը նաև ճնշման տատանումներին, եւ դա կարող է լինել սեր, որը եւս է էլի նորից ձեր սրտի վրա ազդի։ Ուսման հետ կապված այստեղ ունենք մի փոքր խնդիրներ, խոչընդոտներ կան սովորելու հետ կապված, միգուցե նաև ուզում եք հիմքից փոխել այն ինչ որ սովորում եք, այդքան էլ դուր չի գալի, ուզում եք դուրս գալ։ Կամ ընդունվելու հետ կարող է կապված լինել, կամ ինչ որ պահեր են, որոնք որ չեք հասկանում, այս շաբաթ կարող եք չհասկանալ այն ինչ որ սովորում եք, այն ինչ որ ձեզ ասում են, որ պետք է անեք, հա, կարող է դժվարանաք։ Երեխաների հետ կապված ձեր երեխաները կամ դուք եք ընտրել ձեր երեխաների համար որևէ ուղի, մի փոքր դա սխալ բան է, դե թե մանկապարտեզն է, հա, դպրոցն է, դա ուրիշ հարց է։ Բայց եթե մեծ են արդեն, միգուցե իրանք են որևէ ուղի ընտրել եւ այդ ուղին, որ իրենք ընտրել են, դա շատ ճիշտ է իրենց համար, հա, թողեք թող գնան։ Իսկ եթե դեռ փոքր են, հա, ուրեմն լավ է, որ դուք եք ուղին ընտրում, եթե մեծ են, դուք ուղին մի ընտրեք։ Հա, դա սխալ է ընդհանրապես։ Մի խոսքով թողեք թող, եթե գիտակից տարիքում են, թողեք թող իրենք ընտրեն, որովհետեւ դուք փոխում եք երեխայի կարման։ Դուք փոխում եք երեխայի ճակատագիրը, երեխայի ուղին, ինքը ծնվել է ինչ որ մի բան անելու համար եւ դուք իրան հիմա փոխելով դա ստիպում եք, որ ինքը կյանքում ուրիշ ուղի գնա։ Ոչ մեկ հենց այնպես չի գալիս այս աշխարհ։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը, փոփոխություն է սա։ Փոփոխությունը լինում է գլոբալ, երբ որ սա ընկնում է, դա լինում է գլոբալ փոփոխություններ։ Դա կարող է լինել տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ընդհանուր մեծ գլոբալ ինչ-որ մի բան տեղի ունենա ձեր կյանքում, որ փոխի ամբողջ ձեր կյանքը, գուցե նոր ինչ-որ մեկն է հայտնվում, եւ այդպես փոխում է ձեր կյանքը հիմնովին։ Դե նաև սա հղիություն, ծննդաբերություն եւս դա է փոփոխություն նշանակում։ Տեսնենք, մենք գուցե ինչ-որ ցույց տա, որ ոլորտն է փոփոխության ենթարկվելու ձեզ մոտ։ Անձնական կյանքը Այստեղ փոփոխություն նաև կարող է լինել ձեր աշխատանքում, միգուցե դուրս եք գալիս աշխատանքից եւ փոխում եք ձեր աշխատանքը մեկ այլ աշխատանքով։ Ուրեմն այստեղ անձնական հարաբերությունները եւս էլի խնդիրներ են, միգուցե անձնական հարաբերություններն են ազդում ձեր աշխատանքի վրա։ Խնդիրներ կան այստեղ։ Կարող է դուք ուզում եք փոփոխություն մտցնեք ձեր կյանքում, դիմացին այդքանը չի ուզում։ Կամ ուզում եք գնալ օտար երկիր, դիմացին այդքան էլ չի ուզում, եւ դրա համար բախվում եք իրար։ Ինչ-որ խնդիրներ են, որոնք որ դժվարանում եք դուրս գալ այդ խնդիրներից։ Նա ինչ-որ պահեր են, որ պետք է կարողանաք դուրս գալ այդ խնդիրից։ Լաբիրինթ է սա, խճճվել եք կարող է հարաբերություններում, խճճվել եք օրինակ ինչ-որ մի թեմայում, ինչ-որ մի հարցում, օրինակ ընտանիքով։ Ընտանիքի բոլոր անդամներին կարող է վերաբերվել, ոնց որ այն ինչ որ վերաբերվում է այդ դժվարությունը, այդ խուճուճ պատմությունը, խուճուճ պահերը, դա ամբողջությամբ ընտանիքին է վերաբերվում բոլորին, ոչ թե անձամբ ձեզ, միգուցե նաև անձամբ ձեզ է սա։ Եթե ուզում եք ինչ որ մեկի հետ ծանոթանալ, խոսել, շփոթը բացառվում է ինչ որ մի բան փոփոխություն լինի։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված ուշադրություն դարձրեք հեղինակությանը, կարող է նաև հեղինակության կորուստ լինել սա, աշխատանքի կորուստ լինել, եւս պետք է ուշադրություն դարձնեք կամ փոփոխություն, կամ մանր-մունր խնդիրներ աշխատանքի վայրում կամ բիզնեսում եւ ստիպվասինեք ինչ-որ մի բան փոխել ձեզ մոտ ձեր աշխատանքում կամ բիզնեսում։ Եթե նոր ինչ-որ բիզնես եք ուզում բացել, բնականաբար եւս ինչ-որ խնդիրների առաջ կարող եք կանգնել։ Համար եւս ուշադիր եղեք այստեղ։ Եվ գումարի հետ կապված այստեղ ներդրումների մասին է, դա տանվում եք, ներդրում անեք թե ոչ, սա գնեք թե ոչ, արժե հիմա սա գնել թե ոչ, արժե սա անել թե ոչ, ինչ որ պահեր են կամ դիմել գումարի համար պարտքով, կամ դիմել վարկի համար, դիմել օգնության համար, ինչ որ պահեր են, որ կարող եք մտածել, տատանվել։ Կամ այստեղ եթե ճանապարհ եք գնալու, օրինակ գնում եք օտար երկիր, գնում եք, դա եք մտածում կարող է գումարը կբավականացնի գնաք արդյոք հանգստանալու թե ոչ, ինչ որ պահեր են, որոնք որ կարող եք տատանվել։ Առողջության հետ կապված այստեղ մտածում եք, որ արդեն մեծացել եք, ինչ որ պահեր կարող են լինել, որ նայեք հայլու մեջ ձեզ գաք, որ մեծացել եք արդեն։ Նաև սա մի փոքր ծերության հիվանդություններ են, ավելի ովքեր որ շատ մեծ են։ Եվ ուսման հետ կապված այստեղ հստակ կենտրոնը կա, ոմանք կցանկանան գնալ սովորելու, ոմանք միգուցե գնում եք պրակտիկայի, այդպես կարող է
սովորում եք, բայց ընթացքում պետք է գնաք օրինակ հիմա այս պահին գնում եք որևիցե մի տեղ սովորելու եւ այդ պրակտիկան անցնելու համար։ Դե նաեւ սա ուսման կենտրոնն է, որը որ իրոք կարող եք գնալ եւ սովորել։ Ցույց է տալիս, որ ձեր ուսումը նաեւ ավելի լավանա, ավելի առաջ կգնա, կարողանաք ավելի շատ բան սովորել այս շաբաթ։ Երեխաների հետ կապված բավականին շատ շփում կունենաք։ Միգուցե նաև լեզվակռիվ ուշադիր եղեք երեխաների հետ։ Միգուցե նաև բամբասանքի է ձեր եւ ձեր երեխաների հետ կապված։ Միգուցե կարող լսում եք ձեր երեխաների հետ կապված ինչ-որ խոսակցություններ կամ ձեր հարաբերությունների մասին որևիցե խոսակցություններ։ Դա նաև ուղղակի երեխայի հետ բավականին շատ շփումն է, որ կարող եք շատ շփվել իրար հետ։ Այսքանը ինչ-որ բաներ քննարկել եւ այլն, եթե ովքեր որ ունեն, հա, երեխաներ, ովքեր չունեն, այս պահը պետք է անցնեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը որոցի աղջիկ է, ում հետ այս շաբաթ ավելի շատ կշփվեք, կա ձեր աղջիկն է, միգուցե նոր ընկերուհի է, ինչ-որ մեկն է գալիս ձեր աշխատանքի վայրով դառնում է ձեզ համար ընկերուհի կամ ուսման կենտրոն եւս էլի լինում է ձեզ համար ընկերուհի։ Տղաների համար սա նոր ծանոթություն է, նոր աղջիկ։ Եվ տեսնենք անձնական կյանքը։ Ինչ-որ մեկին էլ էր այսպես ընկել, կարծես թե խոյերինն էր, ոնց որ նմանատիպ պահեր են շատ։ Այստեղ նոր ծանոթություն սա, հստակ, երկու սեռի ներկայացուցիչների համար եւս, կամ կփորձեն, հա, ոնց որ դրսում մոտենալ, ծանոթանալ այդպես ինչ-որ իրավիճակ է։ Նաեւ սա ընտանիքով կարող եք ճանապարհ գնալ, ոգևորված կլինեք որևիցե գործեր անելու համար այս շաբաթվա ընթացքում, որովիցե փաստաթուղթ կարող եք ստանալ նամակ, եթե սպասում եք, անձամբ ձեզ վերաբերվող կամ ընտանիքի անդամներին էլ, հա, ինչ-որ մի բան է, որ բոլորին է դա նաև վերաբերվում։ Հյուր կարող եք ընդունել եւ մնա այս շաբաթ կարող ձեր աղջիկն է, որ որևիցե աղջիկ է, բարեկամի աղջիկն է, գալիս է ձեր տուն եւ մնում է ձեր տանը։ Աշխատանքի հետ կապված այստեղ 3 երեսանի մարդիկ կան, միգուցե աղջիկ է։ Միգուցե ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, ձեր հետ աշխատող աղջիկն է։ Դե աղջիկ եմ ասում, դա ինչ-որ ավելի կարող է մեկ ուրիշն է, կարող է աղջիկը մեկ այլ հարցում է։ Բայց նաև կարող է նույնն է։ Ինչ-որ նախանձություն կարող է լինել, ոչ մի բան ձեզ առաջարկեն աշխատանքի հետ կապված, բայց դա իրականությանը չհամապատասխանի։ Ամեն ինչին այդպես հանգիստ մի ընդունեք։ Հատկապես եթե կասեն արի իրար հետ գործ տնենք, այնտեղ շատ լավ բիզնես կա, արի գումարը մի քիչ դու դիր, մի քիչ ես դնեմ, հա, ինչ-որ պահեր եւ ի վերջո կարող են ձեզ խաբել։ Համար այդքան մի վստահեք աշխատանքի հետ կապված։ Եվ նույնն էլ այնտեղ աշխատանքում, որովհետեւ կարող է ինչ-որ մարդիկ ձեզ հետ իբր շատ լավ են խոսում ձեզ հետ, որ լավ կիսվեք, անգամ թեկուզ ինչ-որ բամբասանքի նման խոսեք տնօրենից, խոսեք այն մյուս աղջկանից, այն մյուս աշխատողից, եւ ի վերջո գնա դա տեղ հասնի։ Ոնց որ ձեզ մոտ ուրիշ են ասում, հետո գնում ուրիշ տեղ։ Համար շատ ուշադիր է պետք լինել։ Բիզնեսում նույնպես, եթե աշխատողներ ունեք, ապա եւս աշխատողները կարող են այդպեսին լինել այս շաբաթվա ընթացքում։ Գումարի հետ կապված, եթե ինչ-որ բան եք որոշել անել, ապա կարող եք հանգիստ անել։ Ինչ ուղի որ ընտրել եք։ Միգուցե ինչ-որ բան եք ուզում գնել ձեզ համար, տան համար, ինչ-որ մի բան, հա, ինչ-որ մի բան եք ուզում անեք, մի խոսքով գումարի հետ կապված, կարող ուզում եք վարկ վերցնել,
Դե միգուցե պարտք վերցնել, ես չեմ սիրում այդքան, հա, բայց դա մարդիկ կան, որ անհրաժեշտ է եւ վերցնում են, ես չեմ կարող իմ մտածմունքը թելադրել ձեզ։ Ամենայն դեպս այստեղ տալիս է այդ ուղղությունը ճիշտ է, հա, եթե ուզում եք, ապա վերցրեք։ Առողջության հետ կապված ժամանակն է հետևել ձեր առողջությանը, ժամանակն է զբաղվել ձեր առողջությամբ, աչքա թողեք արել, ժամանակ հատկացրեք, միգուցե սպորտին, միգուցե առողջ ապրելակերպին, ինչ որ մի բան, որը բաց եք թողել, դե զբաղվում եք ուրիշ բաներով, մոռանում եք դրա մասին։ Աշխատանքի ուսման հետ կապված սա պայմանագիր է, միգուցե որ այնտեղ ինչ-որ չափով սովորեք, պրակտիկա անցնեք, հետո ձեզ ընդունեն աշխատանքի համար։ Կամ անընդհատ նույն բանն եք սովորում, անընդհատ նույն բանն եք կրկնում, միգուցե լեզու է այստեղ, միգուցե մեկ այլ բան է, որ անընդհատ պետք է կրկնեք, որպեսզի ոնց որ անգիր անեք։ Այս շաբաթ այդ վիճակում եք լինելու։ Նաև կարող լինել ձեր ընտանիքի անդամներից ոչ մեկը պետք է գնա սովորելու։ Կամ սա նաև ինչ-որ ոչ թե հատուկ մասնագիտություն է, այլ թե ինչպես ինչ-որ մի բանը կառավարել։ Իսկ երեխաների հետ կապված երեխաները կարող են գնալ սովորելու, իրենց մոտ ինչ-որ մի բան փոխվի, իրենք ցանկանան սովորել, ոչ թե ինչ-որ փաստաթղթեր կարող է ձևակերպում իրենց համար, որ գնան սովորելու։ Նաև դա կարող է լինել ոչ թե գաղտնիք բացահայտվի իրենց հետ կապված, դե կարող է սիրահարվել են կամ ինչ-որ մի բան է, որը իմանում եք։ Իր մոտ ինչ-որ մի բան փոխվի, իր մոտ ինչ-որ ոնց որ նոր էջ, հա, կյանքի նոր էջ է բացվում։ Հիմքից ինչ-որ մի բան է փոխում, ոնց որ անցյալը դնում է մի կողմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը սա կամ կորուստն է, կամ մանր-մունր խնդիրները, որոնք որ կարող են առաջանալ ձեզ մոտ այս շաբաթվա ընթացքում։ Սա նաև հեղինակության կորուստն է, պարտադիր չի մարդը ինչ-որ մի բան կորցնի կամ այդ մանր-մունր խնդիրները նաև լինում են դեպքեր, որ մարդը չի նկատում։ Տեսնենք անձնական կյանքը, երկու հատ դուրս եկա, բայց ընդհանրապես սա է։ Աշխատանքը, նայեք ինչ որ խնդիրներ կան այստեղ։ Ուրեմն այստեղ ընտանիքում ինչ որ խնդիրներ կան։ Նայեք այստեղ ընտանիք, աշխատանք եւ հա սա պետք է ուշադիր լինել ընտանեկան հարաբերություններին։ Այստեղ կարող է խնդիրները հենց խոչընդոտներ են հանդիսանում եւ ընտանիքում խոսակցությունը նրա հետ է կապված, որ աշխատանք չկա, որ կամ ինչ որ մեկը աշխատանքի կորուստ ունի կամ աշխատանք չկա, դրա հետ է կապված այդ ընդհանուր ոնց որ կա բախումը։ Ովքեր որ միայնակ են, ցանկանում եք ինչ որ մեկ է ծանոթանալ, խոսել եւ անընդհատ բախվում եք խնդիրների եւ չեք կարողում տվյալ մարդուն տեսնել, խոսել, պայմանավորվել, հա, ինչ որ բաներ անել։ Նա ինչ որ կամ խնդիր է, որի մեջ մտել եք ընտանիքով է դա եւ չեք կարողանում դուրս գալ այս շաբաթ։ Եվ կամ դուրս գալուց պետք է կորուստով դուրս գաք կամ մի փոքր այս շաբաթ ոնց որ դեռ այդ խնդիրները կան։ Խնդիրներ նաև կան աշխատանքի վայրում կամ աշխատանքի ընդունվելուց կամ աշխատանք չեք կարողանում գտնել, խոչընդոտները դրանցից են։ Նաև դա կարող է լինել մի մանր-մունր խնդիրներ աշխատանքի վայրում եւ նաև բիզնեսում։ Եվս այդ խոչընդոտները պետք է կարողանաք հաղթահարել այս շաբաթ։ Ընդհանուր առմամբ Մերկուրին է հետադարձ եւ ամեն ինչ հնարավոր է, հա, որովհետեւ բնականաբար կպնում է դրան։
Գումարը այստեղ կարող եք ծախսել կամ տան իրեր գնելու համար, կամ տուն գնելու համար, կամ այստեղ տան անդամները պետք է գումար բերեն տուն, որովհետև այստեղ ձեզ մոտ աշխատանքը խնդիր է։ Գուցե այս շաբաթ է ուղղակի խնդիր է, շաբաթ է խոչընդոտներ։ Գիտեք, խոչընդոտները նաև կարող են լինել հենց աշխատանքի վայրի հետ կապված։ Իրենց մոտ լինի խոչընդոտներ եւ դուք չկարողանաք աշխատել։ Դա եւս, հա, ամեն ինչ հնարավոր է։ Օրինակ աշխատում եք հացի փռում, չկա ալյուր, չկա սա եւ դուք կանգնած եք։ Իսկ գումարը դե այստեղ կարող է տուն եք վաճառել, այդպես հա գումար գալիս։ Կամ տան իրեր եք գնում, տուն եք գնում, տան անդամներն են աշխատելու գումար ուղարկեն, կամ տան։ Եվ առողջության հետ կապված այստեղ ինչ-որ հատուկ խնդիրներ չեմ տեսնում, եթե ինչ-որ խնդիրներ կար, ապա գնալով ավելի կլավանա խնդիրները։ Կարող եք նաև ուղղակի գնալ մեկ այլ երկիր, ովքեր որ դրա կարիք ունեն, մեկ այլ երկիր բուժման նպատակով։ Ուսման հետ կապված բավականին էմոցիոնալ կլինեք, կարող եք կամ հավեսով, հա, հավեսով եք գնում, կամ արդեն նյարդայնանում եք այդ իրավիճակից, որտեղ որ ընդունվել եք սովորելու։ Նաև այնտեղ կարող եք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, ռոմանտիկ պահեր ունենաք։ Նաև դա նշանակում է, որ ինչ-որ բան չհասկացաք, ինչ-որ մի բան մութ էր։ Այդ թեման ոնց որ չեք կարողանում ընկալել այս շաբաթ։ Այդ ինչ որ բացատրում են այդ շաբաթ չի լինում ընկալել, ինչ որ մի բանը գաղտնի է, ինչ որ մի բան այնպես չէ։ Չի լինում, հա, լիարժեք ընկալել այդ դասը։ Նաև դե ինչ որ բան ուսման հետ կապված դրանով։ Դե կարող է ինչ որ կինը Այստեղ նաև ձեր մայրն է կարող է, ձեր մայրիկին եք սովորեցնում ինչ-որ մի բան, կամ ձեր մայրն է սովորեցնում ձեզ ինչ-որ մի բան, օրինակ ճաշը, աղցանը եւ այլն։ Եվ երեխաների հետ կապված է իրենց մոտ է փոփոխություն։ Միգուցե ձեզ մոտ էլ եթե դուք երեխաներ եք ուզում, այստեղ կարող է հղիություն է, ծննդաբերություն է։ Նաև հենց ձեր երեխաների մոտ կարող է դա լինել։ Իրենց մոտ փոփոխություն տեղի ունենա։ Գնան օտար երկիր, գնան մեկ այլ քաղաք, մեկ այլ վայր, մեկ այլ տուն, երկար ճանապարհ գնան, օրինակ այս շաբաթ պետք է գնան երկար ճանապարհ, նորից հետ գան երկար ճանապարհ, հա, ամեն ինչ ոնց որ 1-2 օր գնան, 1-2 օր գան, ինչ որ կարող է նմանատիպ պահեր են։ Նաև ինչ որ հստակ մեծ գլոբալ փոփոխություն նաև իրենց կյանքում կարող է լինել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Չի ուզում բացվի, հա, դե համար չէր ուզում բացվել։ Ընդհանուր ֆոնը սա կամ վեճ, կամ ընդհանուր տան մաքրությունը։ Երկուսից մեկը։ Կարող է վեճի տրամադրություն ունեք այս շաբաթ անընդհատ։ Ինչ որ լարված կարող եք լինել, ով ինչ ասի վիճեք, պետք է դա ձեր մեջից անեք։ Որտեւ դա ամենավատ բանն է, դա չարն է մտնում մարդու մեջ, եթե սկսում է մարդը անընդհատ ցանկանալ վիճել։ Դե կարող է ուղղակի ամանորի հետ կապված, բայց գլոբալ մեծ մաքրություն եք անում։ Տեսնենք անձնական կյանքը ինչ կարող է ինչի հետ է կապված դա։ Տեսեք, որ այստեղ վեճը կա, նման ինչ-որ խոսակցություն, ապա այստեղ նաև եւս, հա, առողջության գտնում։ Ուրեմն տան հետ կապված, անձնական հարաբերությունների հետ կապված, այստեղ կարող եք կամ ընտանիքով գնալ ճանապարհ, կամ դուք եք գնում երկար ճանապարհ։ Ճանապարհին կարող եք հանդիպել ձեր երկրորդ կեսին, կամ գնալ ոչ մի տեղ այնտեղ հանդիպել։ Կամ գնում եք ձեր երկրորդ կեսի մոտ, եթե ինքը ձեզ մոտ չէ։ Սա նաև եթե հարաբերությունների մեջ եք, այդ հարաբերությունները արդեն առաջ են մղվում։
անցնում եք մեկ այլ էտապ կամ առաջ եք մղում ձեր հարաբերությունը, ինչ որ մի բանը փոխվում է ձեր հարաբերություններում, ավելի է լրջանում նաև։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ ձեզ կարող են կանչել նախկին աշխատանքի վայրից աշխատանքի։ Դուք կարող եք անցնել նախկին աշխատանքին, որը դուք անում եք։ Նաև սա նախկին վեճ է աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, որը եւս կարող է նորից այս շաբաթ գալ առաջ։ Նորից հիշեք, վերհիշեք, այն ժամանակ ինչա կատարվել, նորից սկսեք վիճել այդ թեմայի շուրջ։ Դե կարող է նաև բիզնեսն է, որոշում եք անել այնպես, ինչպես որ անցյալում եք արել, որոշում եք անել այն գործը, որը էլի նորից անցյալում եք արել, եւ որ ձեզ գումար է բերում։ Եվ այստեղ գումարի հետ կապված խոսակցություններ են։ Անհանգստություն է այստեղ գումարի հետ կապված։ Կամ գումարը քիչ է, կամ դեռ աշխատավարձը չեն տվել։ Ինչ որ մի բան է, որ անհանգստացնում է ձեզ։ Նաև գումարի հետ կապված վեճ է, սա կարող է կամ աշխատավարձի հետ կապված որ չեն տալիս, կամ պարտքի հետ կապված, կամ դուք եք վիճում որ ձեր պարտքերը տան, կամ իրենք են վիճում որ դուք իրենց պարտքերը տաք։ Ինչ-որ խոսակցություն է այստեղ գումարի հետ կապված։ Նաև կարող է բամբասանք է։ Ձեր առևտրի հարևանները նայում են թե քանի սումկայով եք գալիս տուն, եւ սկսում են բամբասել։ Այն առողջությանը պետք է այստեղ լավ ուշադրություն դարձնել։ Աչքաթող մի արեք։ Այստեղ դեպրեսիվ վիճակ է, կարող է ինչ-որ խորանում է, դա խորանում է այդ վիճակը, պետք է հիշել, որ ամեն ինչը անցնում է, որովհետև արևը դուրս է գալիս եւ յուրաքանչյուր բան կանցնի, եթե դուք մեկ այլ ձևով նայեք այդ հարցին։ Ուսման հետ կապված ճիշտ ուղի է, եթե ինչ-որ մի բան եք ցանկանում սովորել, ապա դա ճիշտ ուղի է ձեզ համար, գնացեք, սովորեք։ Միգուցե տանն եք որոշում սովորել, միգուցե տանն եք որոշում ինչ-որ մի բան անել, լեզուներ սովորել, կամ հենց գնալ եւ սովորել, ապա դա ճիշտ ուղի է, կամ ուզում եք փոխել մասնագիտությունը, փոխել այդ ինստիտուտը, որտեղ սովորում եք, դա եւս ճիշտ ուղի է ձեզ համար, միգուցե ձերը չէ, եթե մարդը զգում է, որ պետք է փոխի, ուրեմն դա իրենը չի։ Երեխաների հետ կապված կայունություն է, կամ ձեր եւ ձեր երեխաների հարաբերությունների մեջ է կայունություն այստեղ լինում, կամ իրենց մոտ է նաեւ կայունություն լինում, եթե ինչ-որ խնդիր կար իրենց մոտ։ Յուրաքանչյուր ոլորտ, այն ոլորտը, որ անկայուն էր, որ նորմալ չէր, այդ ոլորտը կկայունանա իրենց մոտ։ Ավելի կամրապնդվեն միգուցե ինչ-որ միտեղ, միգուցե աշխատանքի վայրում, իմանում եք, որ իրեն օրինակ տվել են ավելի կարևոր դեր, կարևոր որևիցե պայմանագիր։ Այսքանը ձեզ համար ինչ-որ բաներ չկար։ Բայց պետք է հիշել, որ եթե նախկին աշխատանքի վայրից են ձեզ կանչում, ապա շատ լավ է հետադարձ Մերկուրիի ժամանակ, որպեսզի կրկին աշխատեք այդ նույն վայրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 10-ից 16-ը ընդհանուր ֆոնը։ Տեսնենք։ Հիանալի է ընդհանուր ֆոնը, սա առիթ է, որը կարող եք ունենալ, դա բնականաբար ձեր ժամանակաշրջանն է, դուք կունենաք առիթներ։ Միգուցե հարսանիք է, սա նաև հասարակական կյանքն է, որ կարող եք սկսել այդ ինչ-որ կամ հասարակական գործունեություն է, որով կարող եք սկսել զբաղվել։ Դե հասարակական գործունեությունը դա օրինակ սոցցանցերն է, որը մարդը սոցցանցերում ինչ-որ մի բան է բացում եւ մարդկանց հետ է սկսում աշխատել։ Կամ օրինակ իմ նման, սկսում են ինչ-որ եւս, սա եւս կոչվում է հասարակության հետ աշխատանք։ Մարդկանց հետ եք աշխատում։ Նաեւ դա առիթ է սա, առիթ, ծնունդ, հարսանիք։ Եվ տեսնենք, անձնական կյանքը աղեղնավորների։ Տեսնում եք, նույն բանն ընկավ, դրա համար ես խառնեցի
Եթե նկատել եք կանգնել էի, որ դա գցեի, բայց նորից խառնեցի։ Սա հենց դա է նշանակում, որ կամ ոնց որ ֆիքսված եք, կարող է ձեր առիթն է, ձեր հարսանիքն է, օրինակ, կամ ձեր երեխային է կարող է լինել որտեղ, որ եւս էլի զբաղվում եք, հա, ոնց որ շփոթը դրանով եք զբաղվելու, ընդհանուր ֆոնը դա է։ Եվ աշխատանքը Այստեղ ուրեմն անձնական կյանքը արդեն իսկ ասեցի, այստեղ ոմանք ունեն առիթ, ծնունդ, կնունկ, դուք եք ամուսնանում, դες հետ են ամուսնանում, ամուսնության առաջարկ են անում, դե չնայած դա այդ քարտը չի համենայն դեպս, միգուցե նաև ամուսնության առաջարկ են անում։ Ընտանիքով ինչ-որ մի հասարակական գործունեությամբ կարող եք սկսել զբաղվել, ոչ մի բան անեք, դուրս գաք հասարակական կյանք, հա, ոնց որ հասարակության մեջ։ Դա ընդհանուր առմամբ ամանոր է եւ շատերն են այդպես այս ժամանակաշրջանում, որ այդ գործունեությամբ զբաղվում, որը այդպես մարդկանց հետ է կապված, վաճառք եւ այլն։ Այ աշխատանքի վայրում այստեղ վեճ է։ Ոմանց համար սա հստակ վեճ է, ոմանց համար նաեւ աշխատանքի վայրը մաքրություն։ Այդտեղ կարող մաքրել բիզնեսը մաքրել կամ նաև այն ինչ որ մաքրություն դա հենց բուն մաքրությունը չէ, ինչ որ մի բաներ հեռացնել, այսա պետք չի անել, այսա պետք է անել, այ նման տիպոց մի բան։ Եվ սա եւս հա կարող է աշխատանքի վայրում իրար չեք հասկանում վիճում եք։ Ձեզանից էլ է շատ բան կախված, կցանկանաք վեճը թեժացնել, թե հա կանգնեցնել, վիճել կամ չվիճել այդ ամեն ինչը ամբողջությամբ ձեզանից էլ է կախված։ Եթե մարդը տրամադրված է վիճելու, ուրեմն նա կվիճի, ինչ էլ որ ուզում է լինի։ Գումարային ֆինանսական առումով կայունություն է ձեզ մոտ։ Կայունանում է ձեր ֆինանսական վիճակը։ Եթե մինչև այս խնդիրներ կային, չգիտեիք, աշխատում եք, չեք աշխատում, մեկ կար պատվեր, մեկ չկար պատվեր եւ այլն, հիմա ոնց որ այդ ամեն ինչը կայունանում է ձեզ մոտ, ամեն ինչը ոնց որ գիտեք, որ հստակ ֆիքսված այսքան գումար կամ ստանում եք, այսքան գումար կամ գալիս է, որովհետեւ աշխատանքը կա։ Կապ չունի թե այստեղ աշխատանքում վիճում եք իրար հետ, թե ոչ։ Կապված է, որ դուք կոնկրետ ունեք աշխատանք։ Առողջության հետ կապված միգուցե ինչ-որ մի բան եք ուզում, որ կամ այսպիսի քիչ ստանան, այսպիսի ինչ-որ մի բան, առողջության վերանա, այդ ցանկությունները իրականանան կամ հստակ գնաք հենց այս բժիշկի մոտ, հա, ուզում եք հենց այս բժիշկը ձեզ խնամեր, նայեր, վիրահատեր, այդ ամենը ոնց որ ձեզ մոտ իրականանա այդ ձեր ցանկությունները։ Կամ գնալ մեկ այլ երկիր այնտեղ բուժվելու նպատակով դա եւս իրականանա։ Եվ ուսման հետ կապված աղջիկ է կամ գնալու եք հա ձեր ուսուցչուհին է, սա դες ցույց տալիս որ ուսուցչուհին է, աղջիկ է կամ կարող փոխվում է, աղջիկ է լինելու այս մեկ շաբաթը։ Ոչ է դասընթացներ կարող եք անցնել այս աղջիկի հետ։ Ամ ձեր աղջիկն է ինքն է գնում սովորելու, չնայած երեխաները այստեղ ուրիշ են, բայց համենայն դեպս կարող է ձեր աղջիկն է գնում է սովորելու։ Կամ ինչ-որ բան եք նայում այդ աղջկան եւ սովորում եք, պարտադիր չի գնաք հետը սովորելու, կա YouTube-ում անդադ իրան եք հետևում եւ իր ասասներով եւ ամեն ինչը սովորում եք։ Այն երեխաները այստեղ մի քիչ երկերեսանիություն են անելու ձեր հանդեպ, մի քիչ կամ իրենց հանդեպ են այդպես։ Գուցե ինչ-որ մարդկանց հետ են ծանոթացել, շփվում են այդ մարդիկ, այդքան էլ լավը չեն իրենց հանդեպ։ Կարող ձեր երեխաները այդպես մաքուր զուլալ ընդունում են այդ մարդկանց, որ ամեն ինչ նորմալ է, բայց դիմացինը այդպեսին չի։ Կամ ձեզ հետ ուղղակի այդպես կլինեն մի քիչ ծնող երեխայի այդ երկերեսանությունը մի քիչ ուրիշ ձև է, հա, դա ինչ-որ մի բան ուզելն է ձեզանից, հա, որ ինչ-որ մի բան են ուզում, պոկեն ձեզանից, գալիս են անընդհատ մամա ջան, պապա ջան, հա, ինչ-որ բաներ, որը անպայման ունենան են, ինչ-որ ուզում են։ Հա, միգուցե ինչ-որ նմանատիպ մի պահ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին։ Նոյեմբերի 10-ից մինչև 16-ը։ Ընդհանուր ֆոնը։ Դե սա ընդհանուր առմամբ ինքը լավ քարտ է։ Սա կյանքի իմաստ գտնելն է, սա ավելի իմաստուն լինելն է, հասուն լինելն է շաբաթ։ Նաև լավ շրջապատում կլինեք։ Սա նաև պաշտոնն է, որը կարող են ձեզ տալ։ Սա առաջ խաղացում է, որը կարող եք ունենալ այս շաբաթվա ընթացքում։ Նաև հանդիպում, շփում նման մարդկանց հետ, այդ ինչ որ այդ միջավայրում կարող եք լինել, պաշտոնավոր մարդկանց հետ կարող եք լինել։ Մի խոսքով հիանալի քարտ է ինքը, նաև մարդուն առաջ տանելու համար։ Կարող է ձեզ ինչ որ բան են առաջարկում այս շաբաթ։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում տղա է հայտնվել, եթե աղջիկ է նայում, այստեղ նոր երիտասարդ է, նոր ծանոթություն, նոր հարաբերություններ կարող է լինել։ Նաև կարող է ձեր տղան է գալիս բանակից, ձեր ամուսինն է գալիս տուն, ձեր տղան է հենց գալիս տուն, պարտադիր չի բանակից գա, դրսում էր ապրում։ Նաև եղբայրը կարող է լինել, օրինակ, որ գալիս է, կարող ձեր տուն է գալիս, մեկ շաբաթ մնա, կարող է դրսում էր ապրում, գալիս է։ Ինչ որ տղա է, կարող է նաև սա նոր ընկեր եք ձեռք բերում եւ ընտանիքներով սկսում եք շփվել իրար հետ։ Հարևան է, ով որ էլի անընդհատ գալիս գնում է, հա, մտերմություն եք բավականին անում եւ գալիս գնում է։ Աշխատանքի հետ կապված այստեղ նաև հաջողություն ունեք։ Ինքը նույն քարտը չէ, բայց ամենայն դեպս եւս էլի ասում է, որ հաջողություն ունեք բավականին շատ մեծ աշխատանքում։ Եվ դա հենց կարող է լինել այդ առաջ խաղացումը։ Գուցե իրոք ինչ որ մեկին ինչ որ մի բան են տալիս կամ ֆիքսված աշխատանք եք ունենում արդեն։ Հաջողություն է սա, բիզնեսում եւս հաջողություն, կարող շատ վաճառքներ ունենալ, գործարքներ կնքել, որը շատ կարեւոր է ձեզ համար։ Դե եթե նոր գործարք է դա մի փոքր հետաձգեք, եթե արդեն իսկ խոսել եք այդ բաների մասին եւ նոր պետք է կնքեք, դա կարող եք կնքել, բայց եթե ամբողջությամբ նոր է, հա, դա մի փոքր հետաձգեք։ Եթե կարող եք իհարկե, որտեվ հետո կարող է ինչ-որ խնդիրներ առաջանան։ Եվ գումարի հետ կապված սա քիչ կորուստ է։ Դե կորուստը ինքը կարող է լինել նաև շատ մեծ ծախս։ Հա, դա եւս էլի կորուստ է համարվում, որ մարդը ծախս է անում, կամ դա կարող է լինել ուղղակի անիմաստ ծախս։ Այս դեպքում է եւս էլի կորուստ։ Ներդրումներ մի արեք, դա եւս հա ձեզ ոնց որ գումարներ հետ չի բերի, էլի գնա գումարները անիմաստ։ Դա փորձեք այս շաբաթ ուղղակի ծախսել են ինչ որ կա, ինչ որ հատուկ բաներ մի արեք, ֆինանսական մանիպուլյացիաներ մի արեք, մի խոսքով։ Նաև մի տվեք ոչ ոքին պարտքով, դա էլ եւս կորուստի միջոց է, որովհետեւ կարող են այլևս չտալ ձեզ։ Եվ առողջության հետ կապված ուշադրություն դարձեք կոկորտին, մրսածությանը, ձայնալարերին, միգուցե ձայնը քաշվի, միգուցե այդպես ինչ որ կոկորտը սկսի ցավել։ Ան եւս ուշադրություն դարձրեք։ Ուսման հետ կապված կտրուկ որևիցե ինչ որ մի բան եք անելու այստեղ, ինչ որ մի փոփոխություն է կարող է, ինչ որ մի բան դուրս չի գալիս։ Կամ կտրուկ որոշում եք, որ գնաք սովորել։ Նա ես պետք է մենակ սա սովորեմ ու վերջ։ Եթե սովորելը կապված է ինչ որ սուր գործիքների հետ, եւս ուշադիր եղեք։ Որտեւ կարող եք վնասել ձեզ։ Իսկ երեխաների մոտ երեխաները կձեզ կուրախացնեն։ Միգուցե դուք եք հղիանում, ծննդաբերում դա համար այդ ոլորտը, երեխաների ուրախությունը ձեզ պատճառում, կամ հենց իրենց մոտ է ինչ-որ մի լավ բան տեղի ունենալու, որ եւ իրանքին ուրախ լինելու, եւ դուք եք ուրախ լինելու իրենց համար, որ ինչ-որ մի բան է փոխվել իրենց մոտ։ Այսքանը ձեզ համար։
Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը գումար, կամ գումարի մասին եք շատ խոսելու, կամ գումար եք շատ ծախսելու, կամ գումար է գալու, մեծ եկամուտ եք ունենալու, շահույթ եք ունենալու, եթե ինչ-որ գործողություններ եք անում, ֆինանսական դա ինչ-որ պայմանագիր է, որովհետեւ արք ու վաճառք է, նմանատիպ ոնց որ գործեր նաև կարող եք անել։ Գումարը շատ կարևոր կլինի, կամ անընդհատ գումար եք աշխատելու, կամ կարող է մեծ գումար է գալիս ձեզ մոտ, մեծ գումար ծախսում եք օրինակ, մեքենա եք գնում։ Անձնական հարաբերությունները և երեխաները, ահա, այսինքս իմ մեջ ներսում ասում եմ, էլի, հա, ինչի մասին եմ հանում, այստեղ ընտանիքում բավականին շատ շփում, շատ խոսակցություններ կունենաք, խոսակցությունները լինում են հենց գումարի հետ կապված, բավականին շատ քննարկումներ կունենաք, ինչ-որ հարցերի շուրջ կքննարկեք, կբանակցեք, կխոսեք, գուցե ինչ-որ բան է, որ անընդհատ ձեզ տանջում է, կամ ինչ-որ բանի վերաբերյալ է, որ կարող է տալ, առնել, սա գնենք, ինչ-որ մի բան գնենք, տունը վաճառենք, թե ինչ անենք, կարող է սա գնենք հիմա, հա, նմանատիպ մի խոսքով խոսակցություն են։ Դա նաև կարող բամբասանք է, ձեր անձնականի հետ կապված, հա, կարող ինչ-որ մի տղայի հետ եք շփվում, կամ ինչ-որ մի աղջիկի հետ եք շփվում, եւ այդ թեման է շոշափվում, խոսում են, հա, բամբասում են։ Աշխատանքի վայրում 3 երեսանի մարդիկ կան, դա համար ուշադիր եղեք, եթե թեկուզ աշխատանք առաջարկեն, բիզնես առաջարկեն, արդեն վերջերն է, տեսնում եք, մի բանը 10 անգամ եմ ասում։ Չհանգստացա այս անգամ դրանից եմ։ Ինչ-որ, հա, եթե առաջարկեն, մի խոսքով, եթե գումարի հետ կապված լինի, արի գումարներ դիր եւ այլն, նմանատիպ խոսակցություններ, ապա շատ զգույշ եղեք, որովհետեւ դա խաբեություն է։ Մի հավատացեք, ոչ եթե բիզնես ունեք, ոչ եթե աշխատանք է, կամ արա աշխատանքը ես քեզ կվճարեմ հետո, իմացեք, որ անելու եք եւ վճարը չեք ստանալու։ Շատ ուշադիր եղեք, այստեղ նաեւ գումարի հետ կապված։ Գումարը եւս կարող դժվարությամբ եք աշխատում, յոկ, կամ ձեր ուսերին է բեռը, դուք պետք է գումար աշխատեք, եւ այստեղ եթե ինչ-որ գումարները տակ եւ այլն, ամրացումը դժվարությամբ աշխատած գումարը տալու եք, գնա ու այլ հետ չկա։ Համար շատ ուշադիր եղեք, ոչ ոքի մի վստահեք, ոչ աշխատանքի հարցում, ոչ բիզնեսի հարցում։ Ոչ ոքին գումար մի տվեք, թեկուզ եթե աշխատանքի վայրում ասում են, դե հա, ինչ է լինում, որ անենք կամ նմանատիպ ոչ մի բաներ, մի հավատացեք։ Եվ առողջության հետ կապված, սա ինչ-որ մի բան է գնալու ձեզանից, կարող է ինչ-որ խնդիր է, որը գնալու է ձեզանից։ Ուշադրություն դարձրեք ամենայն դեպս ձեր առողջությանը։ Շատ։ Ուսման հետ կապված, եթե լեզու եք սովորում, ամեն ինչ ոնց որ դանդաղ է առաջ գնում։ Ասենց ոնց որ այս բառը լավ չեք հիշում, այն բառը լավ չեք հիշում, կամ անընդհատ ոնց որ մի անգամից շատ արագ չեք սովորում, գնում առաջ, ոնց որ դա ձեզ թվա թե անիմաստ է, բայց սա ոնց որ հիմք է գցում, ավելի շատ ոնց որ այդ բառերը կարող եք անգիրանալ, այդ բառերը կարող եք սովորել, եթե լեզու է։ Նույնն էլ կարող է ինստիտուտում եք, գնում եք եւ ինչ-որ զգում եք, որ ինչ-որ բան առաջ չգնաց, անընդհատ ոնց որ դոփում եք նույն թեմայի շուրջ, նույն պատմության շուրջ, օրինակ, եւ ինչ-որ բաներ, բայց դա հիմք է գցում ձեզ համար, ավելի է խորացնում ձեր ուսումը։
պետք չի դրանից նեղվել, ավելի լավ է դա ընդունեք, որովհետև ինչքան շատ նույն բանը լսեք, այնքան ավելի շատ է մարդու ուղեղում մտնում եւ նա արդեն ավելի դժվարությամբ դուրս կգա, քան մի անգամ լսեք ու վերջ։ Ջուղեր է տալիս, սա ձեր գիտեք, այդ ուսումը ձեզ համար հետո գուցե նոր գործ եք հիմնելու, ինչ որ բան եք սովորում, որից հետո գործ եք դնելու, որից հետո այդ աշխատանքով զբաղվելու եք եւ գումար վաստակեք։ Հիմք է սա, հիմք է եւ շատ կարեւոր հիմք է։ Իսկ ձեր երեխաների հետ այստեղ նայեք եւ այստեղ ընտանիքն է շփում, իրանք երկու քարտն նույնն են նշանակում։ Դա նշանակում է, որ ավելի շատ երեխաների հետ եք շփվելու։ Եթե հատկապես կամ ձեր երեխաներն են կամ բարեկամի երեխաներն են, եթե չունեք, ինչ որ շփումը բավականին շատ է լինելու, իրար հետ կքննարկեք ինչ որ մի բան, միգուցե նա է պատմում իր կյանքի մասին, իր սիրո մասին, եւ կարող եք նկատել, որ ձեր երեխան է ինչ որ մեկի հետ անընդհատ շփվում։ Հա, դե կարող է նոր սեր է, նոր հարաբերություն է, հա, կարող եք նկատել, որ շփվում է, անընդհատ։ Այսքանը ձեզ համար, ինչ որ բաներ չկար, եւ ուշադիր եղեք, այստեղ կարող է երեխաների հետ կապված ինչ որ մի բան, այնպես չասեն, հարևանները, խոսակցություններ լինի, վերկացեք եւ բերանները ջարդեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը օձեր են, կամ շատ օձեր են լինելու այս շաբաթվա ընթացքում ձեր շրջապատում, տարբեր մարդիկ, տարբեր խոսակցություններ, բամբասանքներ, կամ նմանատիպ ոչ է վերաբերմունք ձեր նկատմամբ։ Կամ սա իմաստություն է, որ ավելի իմաստուն կլինեք յուրաքանչյուր քայլը գործելուց առաջ։ Տեսնենք անձնական կյանքը։ Մի փոքր լարված շաբաթ է։ Ընտանիքում այստեղ կարող է վեճ է, դա մար են ասում, իմաստուն եղեք։ Այստեղ շատ բաներ կան, որ պետք է իմաստուն լինեք ավելի շատ։ Ընտանիքի անդամների հետ կարող եք վիճել։ Նաև դա տուն մաքրել է։ Կարող եք տուն մաքրել ընտանիքով, ձեզ օգնեն ընտանիքի անդամները, ինչ որ տան մեծ մաքրում անեք, ու բուրկա անեք։ Նա կարող են օգնել եւ սա վեճ է ընտանիքի անդամների եւ նաեւ զույգերի միջեւ, եթե դեռ շփվում եք, եւս ուշադիր եղեք։ Միգուցե օծերի պատճառով եք վիճում, միգուցե այդ խոսակցության բամբասանքի պատճառով եք վիճում։ Աշխատանքի հետ կապված սա միգուցե ոմանց համար պայմանագիր է, ինչ որ պայմանագիր եք կնքում, որպեսզի ընդունվեք աշխատանքի։ Սա նաեւ ինչ որ գաղտնիք է, որը կարող է բացահայտվել, այդ օծերը կարող են բացահայտվել, շփացնել այսպես ինչ որ մի բան։ Նաև դա ուսում է, որ պետք է ձեր աշխատանքի համար գնաք ինչ որ մի բան սովորեք։ Դա այստեղ նայեք ուսումը դժվարությամբ է ձեզ տրվում, եւ նոր բան սովորելը կարող է եւս ձեզ համար դժվար լինել։ Բայց պետք է անցնեք, որպեսզի կարողանաք ավելի լավ անել ձեր աշխատանքը կամ բիզնեսը ավելի լավ կառավարել։ Եվ սա գրքի էջ փոխելն է, դա նշանակում է, որ եւ բիզնեսում կարող եք սկսել ուրիշ ձև արդեն վարվել եւ հաճախորդների հետ եւ աշխատանքում նույնպես հա կարող եք արդեն սկսել, կարող է բամբասանքներ կան եւ բոլորին են, որ ասում եք դե որ ես ձեր վրա եւ շարունակում եք ոնց որ ուրիշ ձև սկսել անել ամեն ինչը։ Եվ այստեղ գումարի հետ կապված ժամանակն է, միգուցե գումար վաստակելու, ժամանակն է ճիշտ տնօրինելու ձեր գումարները, ժամանակ հատկացրեք գումարը մի հատ լավ վերլուծեք, թե ինչքան եք ծախսեր անում,
ժամանակն է ինչ-որ մի բան ինքնություն ներդնելու կամ սկսելու համար, որը գումար է պահանջում եւ այդ գումարը պետք է անեք։ Այն ժամանակ հատկացրեք նաեւ երկրորդ եկամուտի աղբյուրը ձեզ պետք է տրամադրեք այդ մյուս գործին եւս, որպեսզի եւս գումար վաստակեք։ Առողջության հետ կապված սա ընտրություն է, միգուցե ընտրության առջև եք, գնաք անալիզ հանձնեք, կարող է սա ինչ-որ խնդիրներ կա իմ մոտ, կարող է որ սա անընդհատ ցավում է ինչ-որ, դրա փոխարեն ավելի լավ կլինի գնաք բժշկի, կամ արդյոք այս բժշկին ընտրեմ, թե գնամ սրան, միգուցե ատամնաբուժ է, միգուցե ինչ-որ մեկն է, ում կասկածում եք գնաք իր մոտ, թե գնաք իր մոտ։ Ուսումը դժվար է, դժվարությամբ է ձեզ տրվում ուսումը, խնդիրներ կան, չեք կարողանում այս շաբաթ սովորել, սովորածը կամ մոռանում եք, կամ հավես չունեք սովորելու, կամ ինչ-որ դժվարություններ կան սովորելու հետ կապված։ Երեխաների հետ կապված նույնպես այստեղ անհանգիստ եք, լարված եք, միգուցե նաև ընտանիքում այստեղ վեճը երեխաների հետ է կապված, կարող չեն լսում, կարող են տարիքում են, որ այդ ընդվզումները կան եւ անընդհատ այդ խոսակցություններ, իրար հետ վեճ, եւ նաեւ անհանգստություն է, կարող է գնում են օտար երկիր, գնում են ինչ-որ միտեղ կամ դրսում են սովորում եւ անհանգիստ եք իրենց համար, ուղղակի սա բորբոքվում է, երեխաների արարքի վրա անընդհատ կարող եք բորբոքվել։ Եվ նաև կարող եք արտասվել, մի քիչ մեծ տարիքինները ավելի ահավոր են լինում, քան այն փոքրները, որ մի քիչ մեծանում են այդ ընդվզումները ահավոր ավելի վատ է, քան մնացածինը։ Նա համար պետք է լինեք իմաստուն, այս քարտը հենց այնպես չի ընկել։ Պետք է լինեք իմաստուն, գումարը ճիշտ տնօրինելու մեջ, աշխատանքը ճիշտ ինչ-որ կառավարելու մեջ, ընտանիքի անդամները սովորելը եւ այլն, այստեղ իմաստությունը հենց այնպես չի ընկել։ Դե կարող են նաեւ օծերը խառնել ձեր ընտանիքի, ձեր երեխաների հետ կապված։ Օծերը նույնպես կարող են խառնել, կարող նաեւ ժամանակն է այստեղ օծերից ձեր պարտքերը վերցնելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։